Ազգային ժողովի մեծարգո նախագահ, նախագահի հարգելի տեղակալներ, հարգելի պատգամավորներ, կառավարության հարգելի անդամներ, շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր մասնակցեցին քննարկմանը, հարցեր տվեցին, հարցադրումներ արեցին, բայց հայտնի հանգամանքների բերումով տենց քննարկումը մի տեսակ կիսած ստացվեց, եւ ես ուզում եմ ընդունել իմ մեղքը, ըստ ամենայնի տարիքը իրենը ասում է, եւ ես լրացուցիչ իմ կոմունիկացիոն հմտությունների վրա աշխատելու անհրաժեշտություն ունեմ, որովհետեւ ես երեք ընդամենը ուզում էի ասել, որ հաշվի առնելով, խնդրում եմ ես մեկը բաշխեք, էլի, ընդամենը ուզում էի ասել, որ հաշվի առնելով անդիմության զգայունությունները չեմ ասում Կտրիչ Ներսիսյան, ասցես բաշխեք, էդ էլ Մարդը ասեց, ես մեկը բաշխեք, այսինքն ոչ թե ասում եմ, այլ չեմ ասում, ես մարդիկ թողեցին նեղացան, բայց ես իրան չեմ մեղադրում, ես ըստ ամենայնի իմ միտքը լավ չձևակերպեցի, այսօր անկեղծ ասեմ, այ Ռուբեն Ռուբինյանը վկա, այսօր որոշել էի, որ եզրափակիչ խոսքում գալու եմ, ասելու եմ Գարեգին Բ, մեկ էլ ասի կարող է ԿՊ-ն սկսի, ասել եմ Ռուբեն։ Եվ վստահաբար կսկսեր։ Ուզում էի ասեի Գարեգին Բ կամ ուրիշ ավելի ձևակերպումներ, եւ ասեի հարգելի ընդդիմություն, որպես կարմիր գորգ, այս արտահայտությունը փռում եմ ձեր ոտքերի տակ եւ վերադարձեք խորհրդարան, դել չթողեցին որ ասեմ, էդ էլ չթողեցին որ ասեմ։ Եվ հիմա հարգելի գործընկերներ, ամենահետաքրքիրն է նա, այս ընդդիմությունը, հարգելի ընդդիմությունը, այս ինչ լեգիտիմության թեմա է առաջ քաշում։ Ժողովուրդ ջան, լեգիտիմ չի, ասել եմ դեռ նախորդ գումարման խորհրդանի վերջում, վայր դրեք ձեր մանդատները, հրապարակը սպասում է ձեզ, հեղափոխություն արեք, ժողովուրդ ջան։ Ավելի լավ հեղափոխական իրավիճակ, կամ ոչ լեգիտիմ ընտրությունը, ոչ լեգիտիմ իշխանությունը չկա, դա դրախտ է ցանկացած ընդդիմության համար։ Ձևերն էլ ցույց ենք տվել, գնացեք Գյումրիից, քայլելով կամ վազելով կամ այն մի ընդդիմությունը բանից էր գնաց, տարբեր կողմ, 4 կողմերից էին գնացել, չգիտեմ, նստեք են աթոռին, նստեք են, գնացեք հեղափոխություն արեք։ Այս ինչի մասին է խոսքը։ Ես ընտրություններից առաջ եմ, կեղծվել են ընտրությունը, էդ ում ձայնն է կեղծվել, ասել եմ հրապարակ կոչ եմ, ես եմ կոչ արել ժողովրդին դուրս գալ եւ հեղափոխություն անել։ Բայց եթե ինչի են այս մարդիկ անդադ չեն կողմնոսում, գնում են, գալիս են, դուրս են գալիս, ներս են մտնում, որովհետեւ այս մարդիկ լեգիտիմության խնդիր իրանք ունեն։ Իրանք այս դահլիճում տիրոջ կարգավիճակ չունեն, իրանք հասկանում են, որ տնվոր են, գործուղված ինչ որ մի միսիայի մասին ու գիտեք իրադարձությունները արագ են զարգանում, չի գալիս հանձնարարականը ինչ անել, չեն կողմնորոշվում, գնում են, գալիս են, գնում են, գալիս են։ Ես կարծում եմ, բայց սա իրանց խնդրեմը չի, սա մեր խնդրեմն է, սա Հայաստանի Հանրապետության խնդրեմն է, եւ ես կարծում եմ, որ այս ընտրությունը կամ մանդատները վայր դրեք եւ զբաղվեք հեղափոխությամբ կամ եկել եք, նստեք, աշխատեք, ամեն բառի վրա նեղանալ գնալը, չեմ կարծում, թե ուժեղության նշան է։ Այստեղ իհարկե քննարկումը շատ ակտիվ չեղավ, ես չեմ հիշում, գիտեք, որ այսքան 2 օր տևի կառավարության ծրագրի քննարկումը, ճիշտ է չեմ ստուգել, բայց գոնե էդ եմ ասում, տպավորությունների մակարդակում այս ամենակարճ քննարկումն է կառավարության ծրագրի այս 4-րդ ծրագիրն է, որ այո, 4-րդ ծրագիրն է, որ մենք քննարկում ենք, բայց քննարկվող հարցերի մեջ էլի հայաստանյան ծառայելական Սուրբ եկեղեցու հետ կապված հարցերը որոշակի դերակատարում ունեին, ընդդիմության ներկայացուցիչը ասում է, ձեր իդեալը բանի, հոգևորականի, Նավասարդ Կճոյանն է, եւ դուք ուզում եք նրա միջոցով։ Ես ձեզ ուզում եմ ուղիղ ասել, եթե Գարեգին Բ-ն
Երիքա, կամ Կտրիչ Ներսիսյանը։ արեք դե ժողովուրդ, մի հարամարեք։ Չէ՞։ Չէ՞։ Տրամաբանությունը կոտրվեց։ Պարոն Ղազարյան, ձեզ նկատողություն և Ահա։ նախազգուշացում։ Շատ լավ։ Եթե ընդունի այդ օրակարգը, ես այս ամբիոնից հանդիսավոր կերպով ասում եմ, որ ես կնստեմ եւ իր հետ կքննարկեն ամենայն հարգանքով այդ օրակարգը։ Ես չեմ ասել երբեք, որ գիտեք ինչ կան մերոնքականներ եւ կան ոչ մերոնքականներ, որոնց մի մասը կարա բարեվարկության կանոնները պահի, մյուս մասը չպահի։ Ես միշտ ասել եմ եւ իմիջայլոց Հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցու բարենորոգման օրակարգը հստակ ձևակերպված է։ Բարեվարկության կանոններ եւ այդ կանոնները պահելու հստակ մեխանիզմներ։ Ես ավելին աշխատանքային մակարդակով ասել եմ, որ ես այո, կարծում եմ, որ նաեւ պետությունը կարող է ելքի որոշակի ճանապարհ ապահովել նման բոլոր հոգեվորականների համար։ Բայց խոսքը այո, մեր ազգային արժեքների պահպանության մասին է, որովհետև մեր ազգային արժեքները դեֆորմացված են հենց այդ փաստի բերումով։ Մենք ո՞նց կարանք, ժողովուրդ, լավ եկեք ամեն ինչ դնենք մի կողմ, քաղաքական, մենք ո՞նց կարանք հանդուրժենք, որ մեր սրբություն սրբոցը ախտահարված է։ Լավ եկեք ամեն ինչ դնենք մի կողմ։ Ուզում եք վեհափառ ասենք, ուզում եք Գարեգին Բ ասենք, ուզում եք Կտրիչ Ներսիսյան ասենք, ինչ ուզում եք ասեք, այդ ամեն ինչից անդին կամ փաստեր, որոնց մասին գիտի Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի եւ յուրաքանչյուր հավատացյալ։ Այդ լեգիտիմության խնդիրը տեղ է, լեգիտիմությունը գերկարևոր հարց է։ Այսօր դուք ընդդիմության ներկայացուցիչ ասում է Հայաստանի քաղաքացիների 97%-ը հավատում է այդ եկեղեցուն։ Իհարկե հավատում է, խնդրումը տեղ է, որ Հայաստանի քաղաքացիների 97% հավատում է, իսկ եկեղեցու գլուխը չի հավատում Աստծուն ընդհանրապես։ Ինքը հոգևոր կյանք չունի։ Ինքը ժխտել է Աստծու հետ իր ուխտը, եւ այդ ուխտադրժությունը փաթաթված է մեր բոլորի վզին։ Ես պատրաստ չեմ այդ ուխտադրժության պատասխանատվությունը կրել։ Պատրաստ չեմ։ Գիտեք ինչի, հիմա ասեմ ինչի։ Այսօր երկու անգամ նոր կտակարանի Մատթեոսի ավետարանի երանիներից մի նախադասություն հնչեցվեց։ Ես էլ ուզում եմ իմ նախադասությունը հնչեցնել Մատթեոսի ավետարանի երանիներից։ Երանի հոգով աղքատներին, որովհետև նրանցն է երկնքի արքայությունը։ Երանի սքավորներին, որովհետև նրանք պիտի մխիթարվեն։ Երանի հեզերին, որովհետև նրանք երկիրը պիտի ժառանգեն։ Երանի նրանց, որ քաղցրն ու ծարավն ունեն արդարության, որովհետև նրանք պիտի հագենան։ Երանի ողորմածներին, որովհետև նրանք ողորմություն պիտի գտնեն։ Երանի նրանց, որ սրտով մաքուր են, որովհետև նրանք Աստծուն պիտի տեսնեն։ Երանի խաղաղարարներին, որովհետև Աստծու որդիներ պիտի կոչվեն։ Երանի նրանց, որ հալածվում են արդարության համար, որովհետև նրանցն է երկնքի արքայությունը։ Երանի է ձեզ, երբ ձեզ նախատեն ու հալածեն, եւ իմ պատճառով ձեր մասին ամեն տեսակ չար խոսք սուտ ասեն։ Ցնծացեք եւ ուրախացեք, որովհետև երկնքում ձեր վարձը շատ է, քանի որ այսպես հալածեցին մարգարեներին, որ ձեզնից առաջ են եղել։
Այս սրա համար ես չեմ կարող հանդուրժել